Հիմա այս հետցի բոլոր աշխատողներին կարճ ասած, ովքեր ներգրավված են, կոնկրետ ասում եմ, պատժվելու եք ոնց որ ԶՊՄԿ-ի այդ նույն կատեգորիայի աշխատողներն են պատժվել։ Հետո լաց կոց բան տենց բաներ չլինեն, չեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ազգային ժողով կառավարություն հարցու պատասխանին զգուշացրեց, ովքեր ներգրավված են հետցի աշխատակիցներին ստիպողաբար ցույցի տանելու գործում պատժվելու են, իսկ նրանք, ովքեր այդ մասին կտեղեկացնեն իրավապահներին եւ ցուցմունք կտան, կխրախուսվեն։ Այն, որ Հայաստանի էլեկտրական ցանցի աշխատակիցներին ստիպողաբար են տանում ցույցի, խորհրդարանի դահլիճում պնդեց իշխանական պատգամավոր Սոնա Ղազարյանը, ասելով, թե դա արվում է Սամվել Կարապետյանի կալանքի հարցի քննությանը զուգահեռ դատարանի առջև կազմակերպված մինի ցույցը ավելի տեսարժան դարձնելու համար։ Հեծը Սամվել Կարապետյանին պատկանող Տաշիր գրուպի մաս է կազմում։ Եթե տահազանգը կա, դա արդեն հաղորդում է հանցագործության մասին եւ իրավապահները դրանով կզբաղվեն, համոզված եմ։ Հեսա շատ արագ հեծը լինելու է պետական սեփականություն։ Հեծի այն աշխատողները, որոնք հիմա կֆիքսենք մենք, ովքեր այդ գործողությունը անում են եւ մարդկանց ստիպողաբար ցույց են բերում, տեսեք հետո բան չլինի, հետո չասեն վայ, բա գիտեք եւ այլն, բոլորը ազատվելու են աշխատանքի, ովքեր կհրաժարվեն եւ կհազանգեն, կհամագործակցեն իրավապահ մարմինների հետ եւ կոնկրետ ցուցմունքներ կտան, այն մյուսները կդատվեն, իսկ համագործակցող աշխատողները կխրախուսվեն։ Իսկ նրանք, ովքեր այդ ապօրինությունների մեջ փութաջանություն են ցուցաբերել, չգիտեմ, հետո Տաշիր պիցայում կարան աշխատեն, թե չեն կարող աշխատեն, վստահ չեմ անկեղծ ասած, որ կարան թեկուզ Տաշիր պիցայում բան աշխատեն, որևէ բան։ Ռուսաստանի քաղաքացի Սամվել Կարապետյանի շուրջ ծավալվող իրադարձություններից անմասն չի մնացել նաև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր խորհրդանում տեղեկացրեց, որ դիմել է Ռուսաստանի իր գործընկերոջը երեք ռուսաստանյան հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված հաղորդման առնչությամբ։ Самвел Саркисович выступил с заявлением в защиту армянской ապոստոլской церкви։ Անդրադառնալով Կարապետյանի դեմ իրականացվող գործողություններին ըստ Հայաստանի արտգործնախարարի հաղորդման ընթացքում հնչել են մեջբերում եմ անընդունելի կոչեր, խեղաթյուրված գնահատականներ, վիրավորանքներ, այդ թվում անձնական բնույթի եւ այդ թվում Հայաստանի ղեկավարության նկատմամբ։ А народ Армении еще принимает хоть какое-то участие в судьбе Армении? Или скоро постигнет та же участь, что постигла Арцах? Միրզոյանի փոխանցմամբ այդ հաղորդումից հետո նմանաբովանդակ արտահայտություններ են հնչել նաև Ռուսաստանի քաղաքական գործիչների, այդ թվում կառավարող մեծամասնության պատգամավորների կողմից, ինչի վերաբերյալ էր Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դիմել է Ռուսաստանի ԱԳՆ-ին։ Մենք Հայաստանի Հանրապետությունը սա համարում ենք որպես ոչ միայն հակասող Հայաստան-Ռուսաստան ավանդական բարեկամությանը եւ այդ բարեկամությունը ամրագրող կամ կանոնակարգող իրավական փաստաթղթերին, այլև ուղղակի բացահայտ միջամտություն Հայաստանի Հանրապետության ներքին գործերին եւ ոտնձգություն մեր ինքնիշխանության եւ ժողովրդավարության դեմ։ Այս մասին մենք տեղեկացրել ենք մեր ռուսաստանյան գործընկերներին, կարծում եմ, որ այս ժամի դրությամբ պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը։ ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արմեն Աբազյանին պաշտոնանկ անելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը անհանգստացրել է անհետ կորած զինվորների ծնողների հարազատներին։ Նրանք այսօր հավաքվել էին Բաղրամյան պողոտայում պահանջելով հանդիպում վարչապետի հետ։ Այս հարցը բարձրացրեց ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, նշելով, որ ծնողներն անհանգստություն ունեն, որ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնանկությունից հետո իրենց երեխաների ճակատագրով զբաղվող չի լինելու։ Անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը ղեկավարում էր Արմեն Աբազյանը։ Ի պատասխան հնչած մտահոգություններին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վստահեցրեց ինքն է զբաղվում անհետ կորածների հարցով։ ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել եւ չէր կարող փոխել, որովհետեւ ի վերջո կա ինստիտուցիոնալ կառույց։ Փաշինյանը տեղեկացրեց, որ անհետ կորած զինվորների ծնողների հետ կառավարությունում հանդիպել է 2 շաբաթ առաջ եւ ձեռք են բերել պայմանավորվածություն։ Ծնողները տալիս են 5 հարց, ինքն էլ խոստանում է դրանցով զբաղվել եւ 2 ամիս անց տեղեկացնել կատարված աշխատանքի մասին։ Վարչապետը նշեց, որ այդ 5 հարցերի հետ կապված արդեն հանձնարարականներ է տվել։ Ոչ մի անհանգստության բան չկա, որովհետեւ այն ինչ որ մենք պայմանավորվել ենք, այդ ամեն ինչը ուժի մեջ է բնականաբար։ Ինչ վերաբերում է հանձնաժողովներին, հանձնաժողովի աշխատանքը նույնպես
որևէ ձևով չի կարող խաթարվել։ Իրան-Իսրայել արդեն 6-րդ օրը շարունակվող պատերազմական գործողություններին ազգային ժողով կառավարություն հարցու պատասխանին անդրադարձավ Հայաստանի արտգործնախարարը, ընդգծելով. ցավալիորեն այս հակամարտությունը թեժանում է։ Պաշտոնական Երևանը դատապարտել է Իսրայելի հարձակումը հարևան Իրանի վրա։ Սա շարունակական process է եւ ինչպես կարող են գնահատել առաջիկա օրերին միայն ծավալները կավելանան։